Մարդու բերեք նշանակի ազգային ժողովն է ընտրում կենտրոնական բանկի նախագահ, թող ազգային ժողովը ընտրի նոր կենտրոնական բանկի նախագահ, թող հակակոռուպցիոն կոմիտեն էլ մի հատ բարեհաճեր, քրեական գործ նախաձեռնեց ստուգելու համար, արդյոք կասկածելի չէին Մարտին Գալստյանի գործողությունները կամ անգործությունը։ Ես ինչ եմ խնդրում ձեզ, դուք կարող եք մի նամակ ասցիագրել ինձ եւ Գևորգյանի անունով։ Ինչի՞ չենք կարող։ Դուք եւ պատրաստ կնեք նամակը, որ մենք արձառ վերցնենք կամ թղթային տարբերակով էլեկտրոնային մեյլ փոխանցեք, այդ նամակը լինի մեր ձեռքի տակ, մենք վաղվանից սկսենք զբաղվել մեր իրավունքներով ձեր հետ համաձայնեցված բնականաբար։ Վաղը դուք ստանացիք նամակ։ Հա։ Ինչ եք ասում կենտրոնական բանկը։ Ինչ դուք ինչ որ ուզում եք։ Աուդիտներ եք գնում։ Հա։ Այդ աուդիտը կենտրոնական բանկի չգնաց, ասես գիտես ինչ կա հարգելի նախագահ Արշին բանկում օրինական վտանգությունը ցածրեց եւ ծառայության դեպքերը 15, որը կազմում է իր 0.01%-ը, միգուցե միջոցներ ծառայենք։ Ու այդ ծնագնդիկի պես մեծացավ 48,000-ը դարավ 40,000 դոլար։ Այսինքն այդ ձեր դիմելուց հետո նորից այս process-ը շարունակվել է։ Բացի որ արդեն հանցակազմը ըստ էության մենք ունենք կասկածներ ինչու, որ նրա պաշտոնական հայտարարությունից հետո, որ ինքը պաշտոնապես հայտարարել է, վիդեոները կա, նաև գրավորել կա, տարբեր կայքերում էլ կա, որ այս ամեն ինչը արդեն կասեցված է քաղաքացիների նկատմամբ, արդեն սառեցված է, բայց ես քաղաքացիները պահանջաստացել, քաղաքացի, բա ոնց է սառեցված, դու կենտրոնական բանկի նախագահն ես, այս ինչ վիճակ է։ Լավ, ամեն դեպքում մենք մյուս կողմից էլ պետք է ճշտում վերանանք, Շատ լավ։ դրա համար եկեք կապի մեջ լինենք, հասկանանք ինչ ենք անում։ Եկել է վերջին օրնակ ու դնում ենք գրավի առած անչափած երևեն հետո այդտեղի փողոցներում։ Ես խելագարվում եմ արդեն։ Այս տրիկալության Առանց հուզվելու։ Լորդ, ես հասկանում եմ, որ բոլորիդ համուրել է անձնական շահում, բայց այս հարցը ամեն դեպքում օրենքի իրավունքի հարց է, որ պիտի տենց զբաղվենք, էլի։ Ոչ մեկ այդ Ֆրանսիայի Ռուսաստանի գործօրինակից վերեին մտցնենք, օրենքը ճիշտ ընդունենք, 5 տարի դերձարությունը կատարվում է, մենք առանձին անհատներով ոչ մի բանի Դիմեք ասել եք մեզ, մենք մինչև Պարոն Կարագոզյանը խումբ չկազմեց, մենք սկսեցինք իրազեկել ժողովրդին։ Այս է ավելի մեծ թափ ստանա, եթե Պարոն Կարագոզյանը չլիներ, մենք չմիանանք այս մատեն։ Ես մեկը ֆինանսական Ասեք Թալանն ավելի մեծ թափ կստանա։ Անկին ինքը նամակի չի պա։ Միայնակ եք պայքարելի ստանալու օրինակ նամակավարկում խոբի փեստով ձեր Հիմա տեսեք, մենք ես եւ Գևորգյանը պատրաստական ենք, կարծում եմ այդ խմբակցության անից է, մենք այս բանը չէ հաստատ գնանք խոսենք, պատրաստական ենք, այս բանը ես ու պարոն Գևորգյանը պատրաստական ենք ձեր կողքի լինելու եւ ձեր այս խոսքը կնոմարվեր բանով, նաեւ մենք քննարկում կունենանք խմբակցությունում, եթե դուք դեմ չեք, մենք միասին ձեր խախտված իրավունքները փոխենք առաջ տանենք։ Մնացած պետք է անկեղծ լինենք եւ միասին առաջ գնանք։ Հիմա ես նորից եմ ասում, կարող արանքում խոստումներ լինեն, այս լինեն, դուք նայեք։ Չէ, ասեմ էլի, որտեղ այդպես տեսնում եմ, որ աղմուկա բանա, ինչ որ ժամանակ են վերցնում, խափելով, ուղիղ ասեմ էլի, յոլա տանելով ձգում են process-ը, որ սկսկվի այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը դուք հաշվի առեք, բայց եւ այնպես մենք այսօր որստեղ ենք, պատրաստական ենք, հասկացանք, որ խնդիրը լուրջ է, դուք արդարացիա ձեր պահանջը, մնացածը ձեր ճանապարհ գնանք, ձեր խախտված իրավունքները փորձեք հնարավորինս վերականգնել։ Ինչ որ Շատ շնորհակալություն։ Ընդունելության համար մենք սպասում ենք ձեր նամակին, որպեսզի ամեն մեկս մեր աշխատանքի բաժանումը ձեր նամակները մենք հասցեագրելու ենք կենտրոնական բանկին, գլխավոր դատախազության քննչականին, մնացած տեղեր եւ 10 ամենաուշ 10 օրվա ընթացքում պահանջենք, որպեսզի պատասխան ունենանք։ Մի հատ խմբակցության հետ քննարկենք, եթե դեմ չեք, տեղում էլ քննարկենք, արդեն իրանց էլ հրավիրենք այդ քննարկման, եթե կգան կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, քննչականներ տեսնենք ինչ արդյունքների մասին խոսեն, մնացած շատ լավ։ Հարցերով առաջ տանենք, գոնե դուք ձեր ականջով լսեք եւ բայց կարծում եմ առաջինը պետք է փորձենք այցեապահովական քննիչի որոշումով ասեցնել էլ դատարան կամ քննիչը դիմի դատարան այս մարդկանց նկատմամբ անհատական որոշում կայացնի յուրաքանչյուր նկատմամբ որպեսզի դադարեցվի այս process-ը, այսինքն բռնակազմման process-ը, հարկերը, ծեր ցուցակից հանելը դեպի ներողություն ավարտել նաև ուրիշ բան են, այս մարդկանց ավանդները կողացել մարդկանց եկամուտ պետք է ունենար։
Այս էլ ուրիշ դեսին լեխա։ Այս մարդի երկար նայելների երեխայի ասենք գիր բերնից կտրած լելավար, որ երեխայի խնդիրություն մեծ գումարը չկա, տոկոսադորետ է դույսով է։ Դե համար եմ ես։ Ինքը տանում է 1 միլիոն ավանը, 10 տարի վարկով 4 միլիոնը ինձանից է տանում։ Դա իշքանով է։